Հիբրիդային հարձակումը բաց եւ թաքնված տարբեր միջոցների միաժամանակ եւ համակարգված կիրառումն է։ Այն ուղղված է հասարակության մեջ անապահովության եւ տագնապի մթնոլորտ ձևավորելուն, պետական ինստիտուտների բնական գործունեությունը խաթարելուն, հանրային կարծիքի վրա ազդելուն, ինչպես նաեւ տնտեսական եւ էներգետիկ ոլորտներում խնդիրներ առաջացնելուն։ Այս միջոցները կիրառվում են վերջնական ցանկալի արդյունքին հասնելու համար։ Հիբրիդային հարձակումների նպատակն է ազդել տվյալ երկրի սոցիալ-տնտեսական եւ արտաքին քաղաքական որոշումների կայացման վրա, ինչպես նաեւ ձեռք բերել այդ երկրի վրա ազդեցության լրացուցիչ լծակներ։ Սովորաբար նման հարձակումներն իրականացվում են կեղծ կամ ապակողմնորոշող լուրերի լայն տարածմամբ, լրատվամիջոցների կամ հայտնի մարդկանց միջոցով։ Կարող են թիրախավորվել կոնկրետ անձինք, հրապարակվել իրական կամ հորինված կոմպրոմատներ։ Մարդկանց իրականությունից հեռացնելու համար կարող են օգտագործվել կոնտեքստից կտրված քննադատություն, ինչպես նաև ստեղծել կեղծ պատկերացումներ ու զուգահեռ իրականություն։ Հիբրիդային հարձակման շրջանակում կարող են կիրառվել նաև հաքերային հարձակումներ, պետական կամ կենսական նշանակության ենթակառուցվածքների աշխատանքի խափանումներ, կապի պարալիզացում, արտաքին առևտրի սահմանափակումներ, կարևոր ապրանքների եւ էներգակիրների մատակարարումների խափանում, ինչպես նաև ազդեցություն բանկային համակարգի եւ դրամի փոխարժեքի կայունության վրա։ Գործիքակազմի շարքում առկա են նաև քաղաքական կուսակցությունների կամ առանձին գործիչների օտարերկրյա ֆինանսավորումը, ընտրակաշառքի բաժանումը, կեղծ դիտորդների միջոցով ընտրությունների վերաբերյալ սուտ լուրերի տարածումը եւ ընտրությունների ժամանակ ցանկալի ուժերի հաղթանակ ապահովելուն կամ կեղծված ընտրությունների պատրանք ստեղծելուն ուղղված այլ քայլերը։ Կարևոր է հիշել, որ հիբրիդային հարձակումների թիրախում հանրությունն է, եւ եթե հանրությունը լինի այնքան պատրաստված, որ չտրվի սադրանքին, չհավատա ապատեղեկատվությանը ու չմատնվի խուճապի, ապա հարձակումն իր արդյունքին չի հասնի։